Բոլոր քաղաքներում էլ արվարձանները բոլորովին այլ հմայք ունեն։ Ծայրամասերում պահպանվում է այն, ինչը օր-օրի վերանում է քաղաքի սրտում։ Շուկան սովորական աղմուկի մեջ էր։ Ճարպիկ մի գողացել էր չաղլիկ կնոջ պայուսակը ու բոլորը փնտրում էին այդ ավազակին, բայց արդեն կես ժամ էր ոչ ոք չէր կարողանում գտնել նրան, նշանակում է էլ չեն գտնի։ Շուկայից փոքր-ինչ հեռու տարածվում էր վտանգավոր թաղամասը։ Այդպես էին կոչում, քանի որ բնակիչների մեծամասնությունը նախկին բանտարկյալներ էին, թեպետ որ ճիշտն ասենք թաղամասը վաղուց արդեն այսպես ասած բնաշրջման էր ենթարկվել։ Բանտարկյալներն անցյալ դարին էին պատկանում, հիմա այստեղ նրանց ժառանգներն էին ապրում և ուրախություն ողջ մարդկությանը նրանցից շատ քչերն էին ճաղերից այն կողմ հայտնվել։ Բայց դա էական չէ, կարևորն այն է, որ անունը չէր փոխվել։ Վտանգավոր թաղամասը շարունակում էր համարվել վտանգավոր թաղամաս։ Թաղամասից այն կողմ իր ողջ ճքեղությամբ հոսում էր վճիտ գետակը։ Ափին կար մի լքված տուն, որը կառուցվել էր մոտավորապես 19-րդ դարում։ Հավանաբար որսորդական տնակ է եղել։ Իհարկե այդ ժամանակ ոչ շուկան է եղել, ոչ էլ վտանգավոր թաղամասը։ Նկատելի էր, որ տունն այժմ մի փոքր ձևափոխված էր, և դա արել էին մի քանի ընկերներ, ովքեր մանկության տարիներին հավաքվում էին այդ տնակում, վախենալու պատմություններ պատմում միմյանց, իրենց հորինած խաղերը խաղում ու երբեմն միասին գիշերում այնտեղ։ Տնակի շուրջը կային ծառեր, իսկ նրանց վրա փորագրված էին մի քանի անուններ։ Գետի այդ ափին ամենուր կարելի էր տեսնել մանուկների այդ անբաժան խմբի հետքերը։ Ամեն ինչից ակնհայտ էր, որ այս վայրը վաղուց ի վեր ոչ ոքի չէր ընդունել։ Տունը փոշոտ էր ու պատված սարդոստայններով։ Ծառերը չափից դուրս վայրիացել էին ու բազմաթիվ թփեր անբռնազբոս կերպով տարածվել։ Կարճ ասած, այս ամենը ստեղծում էր ջունգլիներից մի պատկեր։ Տարօրինակ էր, սակայն քամու մշտական առկայությունը։ Քամին երբեք չէր դադարում։ Սա նման չէր քաղաքի սովորական քամուն, որը մեկ մեղմ է, մեկ կատաղի, երբեմն գրեթե բացակայում է։ Այստեղ այս չակերտավոր քամին անդադար պտտվում էր, երբեմն մոլեգին թափով, երբեմն էլ տեղում կարծես անհանգիստ շարժումներ էր անում։ Վտանգավոր թաղամասի բնակիչները վախենում էին այս վայրից։ Ահա թե ինչու վաղուց այստեղ ոչ ոք չէր եղել։ Եղել էին մարդիկ, ովքեր փորձել էին մուտք գործել տնակ, սակայն քամին ահագնացել էր ու թույլ չէր տվել որևէ մեկին մոտենալ։ Այս վայրի հետ կապված լեգենդներն անպակաս էին։ Ի տարբերություն մարդկանց, որոնց տնակ հասնելու փորձերն անհաջողության էին մատնվել, Ժանն ու Վեստան առանց որևէ խոչընդոտի մոտեցան տնակին։ Ժանը մեքենան կայանել էր տնակից բավական հեռու, քանի որ ծառերը խանգարում էին ավելի մոտենալու համար։ Դեպի տնակ տանող ճանապարհը նրանց երկուսին էլ քաջածանոթ էր։ Վեստան մի դեպք հիշեց։ Հիշում ես, Ժան, հենց այս ծառի կողքով վազելիս արին ընկավ։ Նա և Աննան իրենց ուժերը վազքի մեջ էին փորձում։ Ընկերներն Արիստարխին կոչում էին Արի։ Ոնց չեմ հիշում, դու արյունից վախեցել էիր, իսկ մենք ծիծաղում էինք։ Արին ընդհանրապես կատաղել էր, այնպես էր կատաղել, որ ցավն այլևս չէր զգում։ Զայրացել էր մեր ուրախ դեմքերը տեսնելով։ Տեսնես, որտեղ է հիմա նա։ Կարոտել եմ այդ լուրջ դեմքին։ Հապա Վելորը տեսնես նա ինչով է զբաղված։ Երևի մինչև հիմա չի փոխել իր երասկոտ ու պոետիկ բնավորությունը։ Հիշում ես, ամբողջ օրը բնությունն էր գովերքում, երբեմն լուռ նստում էր ու ոչինչ չէր ասում։ Երբեմն էլ այնքան աշխուժություն կար նրա մեջ, որ ետևից հասնելն անհնար էր։ Չեմ հավատում, որ նա փոխված լինի։ Նման մարդիկ չեն փոխվում։ Այնպես կուզեի տեսնել նրանց։ Օհ, աչքերիս չեմ հավատում։ Արի, ես որ քամին քեզ էստեղ նետեց։ Ժանն անզուսպ երջանկությամբ նայեց ծառերի կողմը ու գոչեց. «Էս որ սրիկան է մեզ հյուր եկել»։ Արիստարխը անակնկալի գալով ուրախությամբ պատասխանեց. «Ձեր սրիկան է եկել, ձեր սրիկան։ Ես երազ եմ տեսնում, թե դուք իրոք իրական եք, սիրահարներ»։ Վաղուց այդ բառը չէի լսել, Արի, հուզված արձագանքեց Վեստան։ Միայն դու էիր մեզ այդպես կոչում։ Այո, մենք իրական ենք ու փառք Աստծո դու էլ ես իրական։
Հին ընկերները ողջագուրվեցին, կարոտը ջրվեժի պես թափվում էր։ Քամին, որը ոչ ոքի չէր թողնում մոտենալ տնակին, զարմանալիորեն մեղմացել էր ու պտտվում էր երեք ընկերների շուրջը, կարծես ինքն էլ գրկեր նրանց ու ասեր. «Կարոտել եմ, սիրելիներս, կարոտել»։ Ասես 20 տարի այս վայրը մարդ տեսած չլինի, նկատեց Արին։ Բայց ինչպես կարող էր դա պատահել։ Սա տարածքում ամենագեղեցիկ հատվածն է, այստեղ շատերը կերազեին հայտնվել։ Նրանք երեքով մտան տնակ։ Ինչպես թողել ենք, այնպես էլ պահպանվել է։ Միթե ոչ ոք չի եղել այստեղ։ Գլխումս չի տեղավորվում այդ միտքը։ Խոնավությունից տնակի քարերը մամրոտել էին, իսկ փայտե տանիքը ժամանակի ընթացքում գրեթե ամբողջովին փտել։ Տնակն ուներ ընդամենը մեկ պատուհան, որտեղից տեսանելի էր գետակը։ Իհարկե ապակին վաղուց փշուր էր եղել։ Մանկության տարիներին ընկերները կոտրված ապակու փոխարեն փայտեր էին մեխել, սակայն հասկանալով, որ փակում են սքանչելի տեսարանը, գտել էին ինչ-որ բաց կանաչ կտոր, որը չափազանց թափանցիկ էր եւ որի շնորհիվ առանց այն էլ կախարդական գետակը ավելի մոգական էր դարձել։ Կտորն արդեն նախկին գեղեցկությունը չուներ, որովհետեւ այն բացակայում էր։ Կար մի փայտե բազմոց, որը նույնպես ընկերներն էին պատրաստել։ Դա Վելորի մտքի փայլատակումն էր։ Նա սիրում էր փայտի հետ աշխատել, իսկ ընկերները նրան օգնեցին այդ հարցում եւ արժանիորեն համատեղ ուժերով ստացան բավական գեղեցիկ կահույք։ Բուխարին եւս շատ հին էր, սակայն դեռևս օգտագործման ենթակա։ Լսեք, որտեղից է այս քամին փչում, երբեմն ինձ թվում է, թե նա մեզ հետևում է, փոքրինչ անհանգստացած դժգոհեց Վեստան։ Տնակի դուռը բացվեց։ Աննան ներս մտավ ու ապշահար աչքերով նայեց իր երեք ընկերներին։ Շատ տարիներ էին անցել, բայց նա չէր կարող նրանց չճանաչել։ Չարաճճիներ, ինչ եք այստեղ անում, այս խոսքերն ասելով եւ ուրախության ճիչեր արձակելով, Աննան բոլորին մեկ առ մեկ համբուրեց։ Արիի հետ ավելի երկար մնաց գրկախառնված։ Իմ անսիրտ գինեգործ, ամեն ինչ կսպասեի, բայց որ քեզ կտեսնեմ այստեղ, այ դա անհավատալի է։ Ինչպես եք, միասին եք եկել։ Արին ժպիտը դեմքին պատասխանեց։ Պատկերացրու, որ իմ սիրտն էլ քարացած չէ։ Չգիտեմ էլ ինչ կատարվեց հետս, անպայման ցանկանում էի գալ մեր մանկության վայրը ու վերհիշել անցած գնացածը։ Միասին չենք եկել, ես էլ զարմացա տեսնելով Ժանին ու Վեստային։ Այնպես է ստացվել, որ բոլորիս սրտերն էլ նույն կերպ են բաբախել։ Հրաշալի է, չէ՞։ Այ եթե Վելորն էլ գար, իրոք կատարյալ կլիներ այսօրը, ավելացրեց Ժանը։ Եվ այդ պահին դուռը բացվեց ու երևաց Վելորի պայծառ դեմքը։ Շան անունը տուր փայտը առ ձեռքդ, աղաղակեց Աննան։ Այսպես ուրեմն, եկած, չեկած արդեն շան տեղ եք դնում։ Միթե ես դրան էի արժանի, ուրացող առնետներ, խորապես վիրավորվածի կերպարանք ընդունելով խոսեց Վելորը։ Ասում էի, չէ՞ որ նա չի փոխվի։ Սրա նմանները երբեք չեն փոխվում, գոչեց Ժանը։ Եվ նորից ընկերները արդեն լիարժեք կազմով ողջագուրվեցին ու նստեցին բազմոցին։